Ինչի համար է Սիրուշոն դիմել գործարար Սամվել Ալեքսանյանին։ Այս Սիրուշո կոչվածը օրերս մեր ունեցած տեղեկություններով փորձել է գործարար Սամվել Ալեքսանյան կա այդ գործարարին դիմի, որպեսզի Սիրուշոին փրկի այդ գործարարը, բայց ինչպես մեր աղբյուրները մեզ նշում են, այդ գործարարը ասել է շարին ասեք իմ այդ գործ չունի, իմ հարցերը շատ եմ կարող լուծեմ, մտել իրանց համար ինչ-որ հարց լուծեմ, այսինքն այս հանրատեքստում Օլուղ Ռոբերտ Քոչարյանին ուղղակի ուզում եմ տեղեկացնեմ, որ նա տեղեկանա, քանի որ նա իր տան էքերից երբեք խաբար չի եղել, ուրեմն Քոչարյան Ռոբերտ, այ հորդ, տան այդ էքերին գնահատիություն արա, 10 կեքի մեջ են արդեն ինչ-որ հարց են ուզում լուծեն։ Եվ հայ ժողովուրդը գիտի, որ Սիրուշոյի ընդ այդ նրա մոտ խավոր գենա ունեն, պուտանկա հարց ունի մի հատ, գիտեք, նկարները հրապարակել են։ Ուրեմն այս վիճվածների հետ կապված ոչ մեկը ոչ մի հարց չեք կարող լուծեք։ Սրանց տանող ենք շպրտենք Սովետաշենի Զիբիլյանոց։ Բայց սա ես քեմ բարձրաձայնում Արտուր, որովհետև մի շատ կարևոր իրադարձություն է տեղի ունեցել վերջի օրերս, երբ Սիրուշոն մերժում է ստացել, մերժվել է ուղղակի, ինչպես Սերժիկը մերժվեց 2018 թվականին հայ ժողովրդի կողմից, ինչա տեղի ունենում Արտուր։ Մենք մամուլը ուսումնասիրում ենք ու տեսնում ենք, որ Սամվել Ալեքսանյանի հետ կապված գրող է սկսել այդ գործարարի ու արդեն մեղադրում են, որ իր կնոջ ազգականը բենզինը ներկրե Ադրբեջանից ոնց կլինի, բա Համշենը, բա Վանը, բա Արևմտյան Հայաստանը, այսինքն այս ամեն ինչը կազմակերպել է Սիրուշոն եւ Ռոբերտ Քոչարյանն մի հատ էլ հարց ունի, Զարայա ինչա դրա անունը, այն որ հերը եկավ մեջից ներողություն խնդրեց, ասինքն էլի սիկտիր էլի ստեից, այն օղորմածիկը դրա աղջիկը, որը դե գիտեք դու հերը եկավ մեզ պատմես, չի ասած ներողություն խնդրեց, ասած ես թուրքերի հետ ինչպիսի բիզնեսների մեջ եմ եղել, Քոչարյանը թուրք է, բայց ես ստիպված եմ